Այսօր խոսում ենք 2016 թվականի բժշկության Նոբելյան մրցանակի մասին, որը ստացել է սիրուն անունով մարդը, ոնց որ թե ճապոնացի այն հիշելով, Յոշինորի Օսումին, ով խորացել է ավտոֆագիայի երևույթի մեջ, որը այն երևույթն է, երբ բջիջը ոչնչացնում, այսպես ասած, ուտում է իր մեջի վատ օբյեկտներին, ասել տենց մեմային ինչ-որ սենց նկար կա, ավտոֆագյան ավտոն ասում են այն դեպքերում, երբ որ ինչ-որ բան ինքը իրան է վերաբերվում, ինքը իրան է անում, ֆագյան էլ ուտելն է, ավտոֆագյան ինքդ քեզ ուտելն է, էլի, լավ անուն են դրան, բջիջների կանիբալիզմ է, էլի, համարյա, okay. Սենց տեքստերով սլայդներ եմ սարքել, որ մենակ կարդալով արագ նայողն էլ վիդեոն կարողանա անցնի, բայց ես էլ իմ հիշելու համար էլ հենց որ արագ հրաներով անցնում ենք։ Այս ավտոֆագիայի երևույթը 1950-ականներից են սկսել ուսումնասիրել, հասկացել, որ սենց ինչ-որ բան կար, այս Քրիստիան անունով գիտնականն ինսուլինի հետ ինչ-որ կապված բաներ ուսումնասիրել։ Ինսուլինը գիտեք այն հորմոնն է, որը արյան մեջի գլյուկոզան մարսելու համար, տենց ինչ-որ բան հոչում, գլյուկոզան օգտագործելու համար ինսուլին է պետք, այդ հորմոնն է, որը չգիտեմ հորմոնը թե չէ, ոչում այդ բառերից չկախվենք, ես բժիշկ չեմ, տենց բաներ չգիտեմ, այս հետազոտությունները այս գիտնականն արել է cell fractionation մեթոդով, որը բավականին հետաքրքիր է, որ կարաս բջջի մեջի տարբեր հատվածներ առանձնացնես, սենց օրգանելներ, սենց օրգանելներ են ասում, բջջի մեջ, եթե նկարը տեսել եք, սենց ինչ-որ նկարներ կան բջիջների, տարբեր սենց ինչ-որ հետաքրքիր տեսքերով բաներ կան, ամեն մեկը մի բան է անում ու ամեն մեկը մի հատ օրգանել է, ու այս մեթոդով կարող ես առանձնացնես այս հատվածները, ու այս ուսումնասիրելուց տեսա, որ այս մի հատ թթու կա, որի անունը acid phosphatase ինչ է, այդ ֆերմենտը ինչ-որ ակտիվ չի երևում, բայց հենց որ 5 օր սառնարարում է դնում, այդ ֆերմենտը հայտնվում է, ու հասկացա, որ այդ ֆերմենտը գտնվում է ինչ-որ սենց աղանթապատ բանի մեջ, օրգանելի մեջ, որի անունը դրեց լիզոսոմ, մեր բջջում այսպես կլոր փոքր հատվածներ կա, որի անունը լիզոսոմ է, ու սրա համար Նոբելյան մրցանակ են ստացել լիզոսոմի հայտնաբերելու իր ֆունկցիաները հասկանալու համար, սա կհասկանանք լիզոսոմը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, ստեղից հարցեր ունենք, չէ, պարզ է, այս լիզոսոմի հայտնաբերելուց հետո տեսան, որ այս բջջի ցիտոպլազմայում, որ այդ բանն է, ամբողջ տեղն է միջուկից դուրս, որ բջջում կա միջուկ ու միջուկից դուրս այդ տարբեր օրգանելներ են, այդ տարածքը, որտեղ օրգանելներ են, ցիտոպլազմա է կոչվում, նկարով, այս սա հատվածը ցիտոպլազման է, ու տեսան, որ ինչ-որ հատվածներ էլի ինչ-որ թաղանթապատ բաների մեջ է մտնում, չգիտեմ, կա ինչ-որ օրգանել, հայտնվում է ինչ-որ պահի թաղանթապատ կառուցվածքի մեջ, չէին հասկանում ինչա, հետո առնետների հետ փորձերում տեսան, որ բջիջներում, բջջի միտոխոնդրիան, որը այն հատվածն է, որը էներգիան է արտադրում բջջի համար, էլի շատ հայտնի մաս է բջջի, սպորտում են շատ օգտագործում այս միտոխոնդրիա բառը, որովհետև սպորտով զբաղվելուց բջիջների միտոխոնդրիաները շատանում են, որ էներգիա հասցնեն բանանեն, տան մկաններին, տենց տրանով է հայտնի ու ծերանալու պրոցեսի մեջ տենց լիքը ազդեցություն ունեն միտոխոնդրիաները, էլի դրանք այս փոքր սիրուն, այսօր կան երկարավուն մեջը սենց բան, զիգզակավոր բան, դրանք միտոխոնդրիաներն են,
Դա էներգիան է արտադրում բջջի։ Հիմա տեսա, որ այս միտոքոնդրիա կա, որ էլի թաղանթապատ կառուցվածքի մեջ է, ու զարմանալի էր։ Ու տեսան, որ բան է լինում։ Այսին նմանվում է այս լիզոսոմի բանին, այդ թաղանթապատ վիճակներին, ու այդ ամեն ինչը շատանում է, որ բջիջը վնասվում է։ Ու լյարդի բջիջներում էր նմանատիպ մի բան հայտնաբերեցին, ու տեսան, որ այդ բաների քանակը ավելանում է, թաղանթների քանակը, երբ որ թունավոր նյութերի ազդեցություն է լինում բջիջների վրա։ Երևի արդեն կարելի է ենթադրել էս ինչա կատարվում, բայց հեսա հասկանանք, հա։ Այդ երևույթին հասկացան գիտնականները, որ երբ որ մի բան վնասվում է բջջի մեջ թունավոր նյութերի պատճառով կամ ուրիշ ձև վնասվում է, մեր օրգանիզմը այդ առանձնացնում է թաղանթի մեջ այդ վատ մասերը, որ վնաս չտա, ու քայքայում է։ Ոնց է քայքայում, այս լիզոսոմի մեջ իրականում քայքայող թթուներ են, ոնց ամենասկզբում ասեցինք, ու երբ որ այս լիզոսոմը, այս են իմ ասած թաղանթապատ բանն է, էլի, սենց տենում էին ինչ-որ բան մտնում է թաղանթապատ հատվածի մեջ, ու հետո լիզոսոմը կպնում է իրան, այս թթուները լցվում են մեջը, ու ինչ կա չկա, բան են անում, քայքայում են, ստացվում է բջջի մեջ այդ վատ մասերը քայքայվում են։ Ու այդ միտոքոնդրիան էլ որ գտել էին, էլի միտոքոնդրիան ընդհանուր մտել էր այս թաղանթի մեջ, որ քայքայվեր, որտեղ վնասված միտոքոնդրիա էր։ Ու տենց ավտոֆագիան այն ժամանակվանից անվան է այդ երևույթը։ Հետո տեսան, որ բջիջներում միշտ կա այս երևույթը, նենց չի ինչ-որ պահի ակտիվանում է, ինչ-որ պահի լրիվ կանգնում է, միշտ ինչ-որ ցածր մակարդակով ավտոֆագիա գնում էր բջիջներում, այս հատվածները, թաղանթները ստեղծվում են, լիզոսոմի հետ կպնում են, լիզոսոմա թթուները լցվում են, քայքայում են, բայց գտան, որ սովի ժամանակ ու երբ որ ամինաթթուներն են պակասում, ամինաթթուները սպիտակուցների բաներն հատվածները սպիտակուցները կազմված են ամինաթթուներից։ Սովի այս ամինաթթուների պակասի դեպքում ակտիվանում է ավտոֆագիան, ու ակտիվանալը ավելի ոչ թե 0-ից է ակտիվանում, այլ ավելի ուժեղ է լինում։ Իսկ ինսուլինի դեպքում ճնշվում ավելի քչանում է այս բանի քանակը ավտոֆագիայի։ Ու հետո հայտնաբերեցին տարբեր օրգանիզմներում, գորտերի մոտ, եսի որդերի մոտ, տարբեր օրգանիզմներ են ուսումնասիրել, բոլորի մոտ գտել են։ Համարյա, այսինքն չգիտեմ, օրգանիզմ կա, որ չեն գտել, ամենայն դեպս, որ ուսումնասիրել են, գտել են, ու այդ ցույց է տալի, որ այս ինչ-որ պատահական բան չի, էլի, էվոլյուցիոն պահպանված գործընթաց է, որ օգտակար է օրգանիզմի համար, դրա համար էվոլյուցիան պահել է այս երևույթը։ Ու այս բանն հայտնաբերել, ոնց է այս ամեն ինչը լինում։ Իրականում այս ֆագոֆոր կոչված եսիմ թաղանթը կա, որը գալի գտնում է այս վատ բաները, որոնք պետք է վերացնել, ինքը ասենց երկարում է, ոնց որ նկարում է, իրենց այդ թաղանթի մեջ է վերցնում, միջև էս որ այդ ասում է թաղանթներ են հայտնաբերում, սրանք են, էլի, գալի թաղանթի մեջ է վերցնում իրան, ու գնում է լիզոսոմի մոտ, որ լիզոսոմի այդ թթուները լցվեն մեջը, քայքայեն։ Ինչ-որ հետաքրքիր process է, էլի, բան անելու, իզոլացնելու վատ բաները ու քայքայելու։ Հետո ստե այտենց շուտ անուններն է, ֆագոֆորն է, հետո ավտոֆագոսոմն է, հետո ինչ որ կպնում է լիզոսոմին, ավտոֆագոլիզոսոմ է դառնում։ Այտենց։ Հա, այդ մարդիկ մինչև 1990-ականները տենց գիտեին, որ ավտոֆագիան կա, բայց չէին հասկանում ոնց է աշխատում, չգիտեին ինչ սպիտակուցներ են մասնակցում, մտա գեները, չգիտեն որ գեներն են պատասխանատու, մենակ գիտեն որ սենց ինչ-որ բան կա։ Ու ուսումնասիրում են մենակ այդ վերջին փուլերը, երբ որ լիզոսոմը գալի կպնում էր այդ ավտոֆագասոմին ու քայքայում էր մեջին դնում, միջև այդ չէին հասկանում, բայց թաղանթը ոնց է ստեղծվում, էլի։ Ու դժվար հարցնել են, որ 10-ից 20 րոպե է տևում, երբ որ այս ավտոֆագասոմը առանձին է ու լիզոսոմը հենց չի կպել, չի քայքայել, դժվար է 10-20 րոպեն գտնել ուսումնասիրել, էլի, ամեն ինչը։ Այս մոլեկուլար մարկերներն էլ այդ մոլեկուլներն են, որոնք ավտոֆագիայի վրա ազդում են, էլի, ուժեղացնում են, դանդաղացնում են, վերացնում են եւ այլն։
Հա, ու տես չէին հասկանում հիվանդությունների ու այլ բաների մեջ ինչ դեր ունի այս ամեն ինչը։ Այստեղ գալիս է մեր Նոբելյան մրցանակակիրը 1990-ականներին Յոշինորին ու սկսում է խմորասիրել սա խմորասնկերից ես լավ գլուխ չեմ հանում, ինձ թվում է հաց սարքող մամաներն ու տատիները ավելի շատ են գլուխ հանում խմորասնկերից, որտեղ օգտագործում են այդ խմորի սարքման մեջ, ինչքան գիտեմ օգտագործվում են այս բաները։ Ու բանը, այս բջիջների նկարները շատ սիրուն է։ Ես երբեք չէի տեսել բույսի բջիջի նկարը, այս աչին է, բույսի բջիջն է, այսի կենթանական բջիջն է։ Շատ նման են, բայց տարբերություններ էլ ունեն։ Օրինակ չգիտեմ, կենթանականը մեջտեղում է բանը, կորիզը, որի մեջ ԴՆԹ-ն է, իսկ ստե կողմն է։ Ու այս կենթանական բջիջների մեջ այս լիզոսոմի պես ինչ որ բան կա, որ այս մեջտեղի հատվածն է, որի անունը վակուոլ է։ Ու դա էր ուսումնասիրում։ Ինչեր է։ Ուտենում էր, որ բաներ է լինում։ Երբ որ սննդի պակաս է լինում, այդ վատը չէ, թաղանթները, որոնք հայտնաբերել են, ավելի շատ են լինում այդտեղ այդ հատվածներում։ Էլի հասկացել են էլի, որ սննդի քանակը դրա հետ կապ ունի։ Ու տենց այդ ժամանակ արդեն ինչ են անում գիտնականները, ստանդարտ բան է այդ էլի, գեների մեջ ռանդոմ մուտացիաներ են անում, տենան ինչն է փոխվում, հենց ինչ չի աշխատում, ինչն է աշխատում, ու այս մարդը տենց առաջին գենն է գտնում, որ այս APG1 անունը դնում, տենում է, որ այս փոխելուց ավտոֆագիան էլ չի լինում, ճանաչում է այս գենը կապ ունի ավտոֆագիայի հետ, ու 1993-ին արդեն 15-ը տենց գեն է գտնում, անունները տենց հետով շարունում 1, 2, 3, 4 մինչև 15, հետո այդ անունը փոխում են ATG են դնում APG-ից, ընդհանուր այս գեներին սկսում են ասել ATG, ու ստե արդեն այդ գեների բարդ պատմություններ է գալի, որը տենց կարևոր չի հասկանալու ու դժվար է հասկանալի ինչա կատարվում, բայց թեթև ասած սկսում է կլոնավորել այս գեները, որ հասկանա ոնց են աշխատում, տենում է, որ այս ATG1 գենը որ սպիտակուցն է կոդավորում, գտնում է, որ այս անունով սերինտրիոնին կինեզն է, այս կինեզները вообще շատ հայտնի են կենսաբանության մեջ, շատ կարևոր դեր ունեն, իրանք տենց սպիտակուցները ակտիվացնող ու պասիվացնողներն են, ասում ես ֆոսֆորիլացումը, այդ ֆոսֆորիլացումը այն process-ն է, որ գալի բան է կպցնում սպիտակուցի վրա, այդ սպիտակուցը ակտիվանում է, չգիտեմ պասիվանում է, թե չէ դրանցով։ Չգիտեմ։ Համենայն դեպս այս շատ կարևոր է ու գտնում է, որ այս առաջին սպիտակուցը 13-րդին է կպնում ու այս կինեզն է դա վերահսկում, թե երբ կպնեն, երբ չկպնեն, ու երբ որ սնունդը շատ է լինում, այս կինեզը ակտիվանում է ու խանգարում է, որ այս երկուսը իրար կպնեն։ Աստե պալի տեղը որ բանն է գրե, GPT-ն տեքստը գրե, անակտիվանում է, սովի ժամանակ տորը անակտիվանում, հայերեն անակտիվանել բառ, չգիտեմ։ Կարծես սովի ժամանակ այս կինեզները պասիվանում են ու այս երկու սպիտակուցը իրար են կպնում ու ավտոֆագիան ակտիվանում է, զուտ մոլեկուլային մակարդակում էլի։ Ու հետո գտնում են էլի լիքուրի սպիտակուցներ, որ այս ամեն ինչի մեջ խառնված են, ասես մի հատ նկար եմ դրել, որ գտել են այս ֆագոֆորը որ կար, որ թաղանթն է կլորանում էր մեջներ վեկանում վատ բաները, դրա երկարելու համար, որ տենց երկարի թաղանթը պետք է այս իրան գան իրար կպնեն։ Առաջինը 13-րդը, 17-ը, 31-ը, 29-ը, 11-ը ու 2 հատ ինչ-որ կողից բան, վամյոթ է։ Ես արդեն տենց անհետարքիր գիտական մասերն էլի ոնց աշխատում, ու հետո իհարկե գտնում են ավելի բարդ մեխանիզմ, թե իրականում ոնց է աշխատում, որ մենակ այս խումբը չի ոնց նայեցինք, նոր ցույց տված խումբը կողից մի հատ
sense 12-ն ու 5-ն ու 16-ն են իրար հետ մասնակցում այս գործընթացին, այս 9-րդը որն է 9-րդ նկարում չկա 9-րդը։ Այս 9-րդի շնորհիվ այս բանն է, թաղանթն է սկսում ամենասկզբից ձևավորվել, հետո այս 8-րդն է միանում սրան, որը օգնում է այս թաղանթի երկարելուն։ Այսա վիդեոնը ցույց կտամ, դες շատ սիրուն վիդեո կա այս ավտոֆագոսոմի։ Ու հա, այստեղ էքսպերիմենտ են արել, որ այս ATG 5-ից զուրկ մկները, որ մուտացիա եղել կամ չգիտեմ, ջնջել են այդ հատվածը ինչ-որ մեթոդով, քաղցկեղին չեն դիմանում։ Դա հենց առաջին օրը մահանում են։ Ու այս սրանով ցույց են տալի, որ կարևոր է այս ավտոֆագիան նույնիսկ քաղցկեղի դեմ, որ քաղցկեղային ինչ որ հարուցում է քաղցկեղը, դրանց վերացնի ընթացքում, երբ որ չի լինում, չի վերացնում, զարգանում է քաղցկեղ։ Ասես տարբեր տեսակի ավտոֆագիայի տեսակներ կան, ասենք անուններ են լիքը դրել, ասենք երբ որ միտոխոնդրիային ասես ծածկում ու քայքայում միտոֆեջի են կոչում ու մնացածը, չգիտեմ, այս քսենոֆեջին, չգիտեմ ոնց է կարդացում էլի, ոնց որ սենոֆեջի պրոստը բանն է էլի, այս քսենո բառից է, որ հայերենում չի, այսինքն Հայաստանում ասում են քսենոֆոբիա հայերենով, որը ուրիշներից, անծանոթներից վախենալու այդ բանն է, այսինքն քսենոնը անծանոթն է։ Այս քսենոֆոբիան էլ է նա, երբ որ այս երևույթը ավտոֆագիայի ոչ թե իր հատվածներն է քայքայում, այլ բակտերիաներ, վիրուսներ դրսից որ մտնում են բջջի մեջ, էլի նույն ձև իրենց վերջնում քայքայում է, դա քսենոֆոբիա են կոչում։ Ու sense խաղը տեսակներ, կախված ինչա քայքայում, տարբեր անուններ են դրա։ Okay. Այսօր հասնում ենք ավելի հետաքրքիր մասերին։ Այս էլի տեսակներն է, ասենք կամ մակրո ավտոֆեջի, որը մեծ բաների քայքայումն է, չգիտեմ, այդ օրգանելների ու կամ միկրո ավտոֆեջի, որը լիզոսոմն է միանգամից LS բանը թաղանթը չի ձևավորվում, միանգամից լիզոսոմի մեջ են մտնում, քայքայվում են, կա այս chaperone mediated autophagy-ն, որը բան այդ վատ սպիտակուսներին միանգամից լիզոսոմի մեջ էլի տանում քայքայում, ինչ-որ տարբեր տեսակներ կա էլի։ Ու այս սելեկտիվն էլ կա, որը կոնկրետ ինչ-որ բաներ է հստակ քայքայում, ոնց որ էվոլյուցիայի ընթացքում առաջացած մարկերներ կան, որ ինչն է լավ, ինչն է վատ, այդ վատերին կոնկրետ սելեկտիվ գնում բռնում վերացնում է։ Ու այդ ամեն ինչ կարա լինի, սպիտակուս կարա լինի, վիրուս կարա լինի, բակտերիա, օրգանել, կապ չունի։ Երկու չափսերով դրանք իրարից տարբեր են, էլի։ Օրգանելի մեջ բազմաթիվ սպիտակուսներ կարան լինեն։ Այդտենց հա, երևի ակնհայտ է, որ էսի մենակ վատ բաները չի վերացնում, տենց չես կարա սխալից խուսափել, հաստատ ինչ որ նորմալ բաներ էլ է մեկ-մեկ վերացնում, ու ինքը միշտ տենց աշխատում է, միշտ ինչ որ բաներ քայքայում է իր մեջ, որ ավելի նորմալ է սարքի ու որը երևի ոնց որ լավ է, էլի, ավելի լավ է դու մի քանի լավ բան զոհես, բայց այն ձեռի հետ վատերն էլ կինան։ Ինչ մնաց։ Երկուսը լայք եմ մտածում ոնց որ։ Միջև էս հարցեր կա, թե շարունակեմ։ Մի քանի հարց ունեմ, բայց երևի վերջում տամ։ Okay. Okay, ես հոմեոստասիսը այդ բջջի այն վիճակն է, երբ որ ինքը նորմալ աշխատում է, իր ֆունկցիոնալը կարող է կատարի ու միտքը այն է այս առաջին նախադասության, որ ավտոֆագիան okay միշտ աշխատում է ինչ որ մասեր վերած բանը քայքայում է, բայց նենց անոր բջջին վարի չտա էլի։ Նորմալ իր գործողություններով ինքը աշխատի։ Այսի երկրորդը կարևոր չի։ Հա, այս մենակ փորձերը ցույց են տվել, որ
այդ բջիջը երբ որ ամենասկզբում սաղմնային բջիջը հələ չի մասնագիտացել ինչ բջիջ է դառնալու, թե նեյրոն է դառնալու, թե մաշկի բջիջ է դառնալու, այդ ընթացքում այս ավտոֆագիան կարևոր դեր ունի, էլի, որովհետև լիքը բան կա, որ նեյրոնի մեջ պետք չի, բայց սաղմնային բջջում կա ու պետք է դի քայքայել, տենց ավտոֆագիան է լավ քայքայում է էլի։ Ու տենց լիքը բաներ, բջջի մի տեսակից մյուս տեսակ դառնալու համար լիքը բան տիվը քայքայես, լիքը բան տի սարքես էլ։ Ստրեսի ժամանակ ակտիվանում է, դա 10 անգամ ասացինք, թե չենք ասել։ Ոնց որ ընդհանուր առմամբ բջջի համար ստրես ենք ասում, որը ոնց որ կարա սովի տեսքով լինի, էլի, բջջի համար տարբեր ստրեսի տեսակներ կա, բայց երբ որ նյութերի պակաս է լինում, էներգիայի պակաս է լինում, դա ոնց որ ստրեսի մի տեսակ է, էլի։ Ու այս ավտոֆագիայի խանգարումը այտենց լիքը հիվանդությունների զարգացման հետ է կապված, ծերացման հետ է կապված, բայց այտենց ուղիղ կապված չի էլի, նես չի, եթե թույլ է ավտոֆագիան, ուրեմն շուտ է ծերանում կամ այտենց ինչ-որ բան, բարդան դա ամեն ինչ ավելի։ Ու էսա այդ որ ասում էի 15-հատ գեն են գտել, 15-հատից մեկի նման բան է, սպիտակուցա էս բեսլին մեկը ինչա, իր մուտացիաները տենց հայտնաբերվել են տարբեր քասկեղների դեպքում, կրծքագեղձի, ձվարանների եւ այլն։ Դա ցույց է տալի, որ իրոք մեծ ազդեցություն ունի էլի քասկեղի զարգացման մեջ։ Թեթև սպիտակուցների մասին, սպիտակուցները ոնց որ ամենասկզբում էս երբ որ իրանք օրգանիզմում արտադրվում են, sense unfolded վիճակում են, չծալված վիճակում են, ու իրանք տես տարբեր ուղիներ ունեն, շատ ցանկալի է իրանք sense միանգամից գնան folded state ծալվեն իրանց ոնց պետք էր, ոնց օրգանիզմը նախատեսել էր, տենց ամեն սպիտակուց իր ծալվելու տեսք ունի, էլի, որ իր ֆունկցիան ճիշտ կատարի, բայց դեպքեր է լինում, երբ որ խանգարում է ինչ-որ բան կամ մուտացիա լինում կամ ինչ-որ բան է լինում, միջավայրն է վատ, misfolded է դառնում, վատ է ծալվում։ Ցանկալի է, որ տես մոլեկուլները degrade լինեն բջջում, որ լինում են հիմնականում, կտրտում են իրանց, որ գնան նորից օգտագործվեն, բայց հաճախ լինում է, որ չեն degrade լինում, ու սենց aggregate են լինում, իրար վրա խճճվում են, ինչ-որ անկա բան են դառնում, այս aggregate-ի տարբեր տեսակներ կա սիմետրիկ են սիրուն իրար կողք շարվում, կա սենց խճճվում են իրար հետ։ Ամենայն դեպս այս սպիտակուցները շատ վատ են մեր օրգանիզմի համար, սխալ է եղել էլի, խանգարում են լիքը բանի, տոքսիկ բաներ են առաջացնում։ Ու տենց փորձեր են արել, որ ավտոֆագիան ակտիվացնում են այս ագրեգացված սպիտակուցների թունավոր ազդեցությունը քչանում է։ Ու ուրիշ փորձեր, որ այս երկու գեների բացակայության դեպքում նեյրոդեգեներատիվ հիվանդություններ են առաջանում, որ այն նեյրոններն են վնասվում, այտենց սիստեմ Ալցհեյմերը ոնց որ այլ սրապես նեյրոդեգեներատիվ են Ալցհեյմեր, դեմենցիա եւ այլն։ Դեսել նույն բանն է, որ ավտոֆագիան խանգարվում է, այտենց կարա մտավոր հետամնացություն առաջանա, էպիլեպսիա եւ այլն, ու ժառանգական։ Տիպը կարա այս ավտոֆագիայի խնդիրը, կանոնավոր հավանաբար հիմնականում էլ տենց լինում է երևի, գենետիկա փոխանցում, մուտացիա եղել, որը փոխանցվել է այդ սպիտակուցների մեջ, ու տենց ավտոֆագիայի խնդիր կա, սենց բաներ է առաջանում։ Այս քսենոֆաջի մասին պատմեցի։ Հա, հետարքիր է, որ ինչ-որ փոքր միկրոօրգանիզմներ կան, ոնց որ բակտերիաներ են, որոնք կարում են բան անեն, այս ավտոֆագիան խուսափել, որ իրենց չվերացնի, դաժե օգտագործում են իրենց աճի համար, տենց այդ թաղանթը, որ ձևավորվում է, լավ գտել են ձևերը, դրանց վրա տեղավորվելու, բազմանալու բան,
մեր դեմ են երբեմն օգտագործում էլի այդ ամեն ինչը էվոլյուցիայի ժամանակ լավ շուստրիացել են ինչ որ օրգանիզմներ փոքր։ Ու վերջին սլայդը վերջնական ավելի շատ տենց օգտակար մարդկանց համար բաներ, ոչ թե մոլեկուլային կենսաբանություն։ Որ գտել են, որ այս ֆասթինգը, որ այդ սովապահությունն է հայերեն ասած, լավ խթանում է ավտոֆագիային կենդանիների մոտ, բայց մարդկանց վրա տենց դեռ հետազոտություններ անում են, ինչ որ բաներ ցույց տվել, հա, որ ֆասթինգը կարա ակտիվացնի, բայց կոնկրետ ժամանակ էլ չկա։ Լիքը տենց այս ավտոֆագիան է կարևոր թեմա, որտեղ լիքը մարդ սրա շնորհիվ փող աշխատում, ինչ որ սխալ բաներ մարդկանց ասելով, հիմնականում բան ջիմի ինչ որ ճակերտավոր մարզիչներ, նիհարեցնողներ եւ այլն առողջացնողներ, դետոքսի մասնագետներ, տենց 18 ժամ սոված մնացեք, որ ավտոֆագիան մաքրի ձեր օրգանիզմը, հետազոտությունները դեռ ցույց չեն տալի, որ այդ տենց աշխատում, հստակ ժամ չկա, քանի ժամ տիսոված մնաս, որ այս սաղ օրգանիզմը մոտ ավտոֆագիա առաջանա, ու ինքը անջատված չի, միշտ ավտոֆագիա գնում է մեր մեջ, ու զուտ մի քիչ կարաս դու իրան ավելի ակտիվացնես սոված մնալով մի քիչ։ Այս չափազանց երկար ժամանակ, որ քիչ հաց ուտես կամ չուտես, կալորիաները կչանան, վնասներ կարաս քեզ հասցնես, մկանային զանգվածն է իջնում, սպիտակուցներ չես օգտագործում, ու մյուս կարևոր նյութերն են կչանում, ինչ ասես կարա լինի, վատ բաներ կարա լինի, հենց որ պետք չի առանց բժշկի խորհուրդների զուտ սոված մնալ, ինչա ավտոֆագիան քեզ բուժի, ավտոֆագիան չի բուժում։ Ու ամենայն դեպս դեռ չեն գտել գիտնականները հստակ ապացույցներ էլի։ Իսկ հույս ունենալը օդից ասելը հոգեբանական առումով կարա օգտակար լինի։ Օրինակ ես տենց որ ինչ որ պահի սոված եմ մնում, բայց ժամանակ չկա հաց ուտելու, տենց ինձ հույս եմ տալի, ասում եմ ինչ վատ է։ Ավտոֆագիան ակտիվանում, մի քիչ առողջանում եմ, որ օգնում է սովին դիմանաս էլի։ Տենց կարելի անել։ Հիմա ստել ինչ կա։ Հա, ու երբ որ էքսպերիմենտներ են անում ֆասթինգի, այդ լավ հետևանքները ոչ միայն ավտոֆագիայի արդյունքն է, էլի։ Իրականում ֆասթինգի ժամանակ քաշ տա քչանում, ինսուլինի այդ տարբեր բաներ է, ինսուլինի համակարգ է լինում, զգայունությունն է բարձրանում, օրգանիզմի ինսուլինի նկատմամբ, կալորիաներն ես քչացնում, ճարպն է մաշվում եւ այլն, որ լիքը լավ բաներ է լինում, որ դժվար է հետո տարբերակել ինչն էր, որ ազդեց, էլի։ Իրականում ավտոֆագիան էր, թե մնացած լիքը հետևանքներ է քիչ հաց ուտելու։ Ու այս ավտոֆագիայի ավելի ակտիվացման համար ֆասթինգը միակ ձևը չի, նաեւ բան վարժություններ անելն է բնականաբար ակտիվացնում, տրամաբանական արագ է էներգիան ծախսում, պետք է իրան էներգիա, դրա համար ասում եմ դե արի մեր մեջի, չգիտեմ, վատ սպիտակուցները քայքայենք, իրանից էներգիա ստանանք, էլի։ Դա այս ավտոֆագիան մենակ այդ վատ բաները քայքայելի չի, էլի, ինքը քայքայում է, նաեւ որ էներգիա դրանից ստանա, հետո օգտագործում այդ քայքայածը իրա։ Ու ցույց են տվել ոնց որ էքսպերիմենտները, որ այս ռեզիստենս մարզումներն են լավ բանանում ակտիվացնում ավտոֆագիան, ռեզիստենսը դա երկար ժամանակ զբաղվող սպորտներն է, վազքը, հեծանի վլողը, որ 5 րոպե չի էլի, երկար է տևում դիմադրության հետ է կապված, դիմադրողականություն։ Հա։ Հայերեն, չգիտեմ, ռեզիստենս մարզումները ոնց է։ Երևի լավ բառ կա։ Հա, ու էլի այտենց էքսպերիմենտներ ցույց են տվել, որ ասենք նույն բանը, ֆիզիկական ակտիվությունը միտեղ ուրիշ ձևարդում, միտեղ ուրիշ, ասենք կմախքի մկաններում ու արյան իմունային բջիջներում տարբեր ազդեցություն ունեն, միտեղ կարող է ավտոֆագիան ուժեղանա, միտեղ թուլանա, ու տես չէ, որ վարժություններ ես անում ամենտեղ օրգանիզմը ավտոֆագիան ակտիվանում է, ու
այո, կարևոր է համատեքստը ավտոֆագիայի, որտեղ միշտ չի, որ ավտոֆագիան օգտակար է։ Օրինակ քաղցկեղի այդ վաղ փուլերում ավտոֆագիան կարող օգնի, որ չարորակ չդառնա քաղցկեղը, չտարածվի, բայց երբ որ արդեն ակտիվ փուլում է ուռուցքը, ձեռված ուռուցքը, կարա օգտագործի ուռուցքը հենց ավտոֆագիան իր բանի համար, սթրեսին դիմանալու համար։ Քաղցկեղային բջիջը ավտոֆագիայի process-ը օգտագործում է իրան հասցրած սթրեսին դիմանալու համար, էլի։ Ասենք բուժում ես ընդունում, պետք է այդ բջիջը վերանար, բայց չի վերանում, որտեղ իր մոտ ավտոֆագիան լավ ակտիվանում է։ Ու այս հիպոքսիայի մասին խոսացել ենք, մի հատ օրինակ ունենք տենց թթվածնի գաղտնիք անունը։ Դե ոնց են քաղցկեղային բջիջները օգտագործում ես հիպոքսիան իրանց սնունդը շատացնելու համար։ Տենց դրա համար հիմա որ դեղեր են փորձում ստանալ ավտոֆագիայի համար, միայն ավտոֆագիան ակտիվացնելու համար չի, նաև ավտոֆագիան պասիվացնելու համար է։ Ու տենց ինչպես վերջին նախադասությունն է ասում, պետքա ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ չափով ավտոֆագիա, որը շատ դժվար է։ Հենց որ պետքա զգույշ լինել այդ խորհուրդներից ֆաստինգի, այսինքն ֆաստինգը լավ բան է, բայց մենակ ավտոֆագիայի համար պետք չի անել, եթե ավելորդ քաշի խնդիր կա, եթե ինսուլինի խնդիր կա, այլ խնդիրներ կան, որ ֆաստինգը կալորիաների պակասություն է հարկավոր, այո, բայց դեռ գիտական ապացույցներ չկան, որ եկեք սոված մնանք ավտոֆագիան ուրեղանա բուժվենք։ Տենց չի աշխատում այս ամեն ինչը։ Բայց լիքը գովազդել են տենց վերջի տարիներին, տասնյակ տարիներին։ Ու ֆաստինգի տենց էլի հազարը տեսակ կա։ Ասեմ, քանի ժամ սոված մնաս, քանի ժամ հաց ուտես, քանի օր սոված մնաս, քանի օր չուտես եւ այլն։ Ու տենց էլի վրոցի ուսումնասիրություններ չկան, որն է տենց լավ ազդում, որն է վատ ազդում ավտոֆագիայի տեսանկյունից։ Մյուս լիքը ուրիշ բաներ կան, որ ուսումնասիրված է, թե որ ֆաստինգը ինչի վրա ոնց ազդում, բայց դրանց մասին դեռ տեղյակ չեմ։ Վրոցի այդքանը։ Կարամ մի հատ էլ այս վիդեոն ցույց տամ ու հարցերը լսեմ։ Հեսա։ Այսի օրինակ միտոխոնդրիան է մեր, որը մեջ էներգիան է արտադրվում։ Ասենց իրան վիդեո կա, որ իր վրա չխորանամ, ես լավ չգիտեմ։ Ասենց սպիտակուցներ են հելնում, որոնք ցույց են տալի, որ այս միտոխոնդրիան պետք է վերացնել։ Այսին լիքը խառը բաներ են գալի կպնում իրար, այսին 15-ը որ ասում է սպիտակուց, որից հետո դառնա 30 քանի, դրանք են, ամեն մեկ իր ձևով գալի կպնում է, ինչ որ բաներ են անում։ Ու սենց այս թաղանթի սկիզբն է, այս թաղանթը սպիտակուցների միջոցով սկսում է ինչ անել, մեծանալ։ Այսպես լայնանում է, իրան այս ամբողջը թաղանթի մեջ է վերցնում, որ հետո լիզոսոմը գա կպնի իրան, այս մեջի միտոքոնդրիան քայքայի։ Ավես է իրականում։ Այս լիզոսոմն է գալիս է, այս թթուները լցվում են մեջը, սկսում են ինչքա չկա քայքայել։ Սենց։ Այստեղ ուրիշ հավես մասեր էլ կար։ Սենց ինչ-որ տեսակ կա, որ արդեն թաղանթը պատրաստ է, գալի կպնում է նրան ինչ պետք է իր մեջ վեկալի, հետո վեկալում։ Սենց էլի սիրուն վիդեոներ է, սենց վատ սպիտակուցներին է վեկալում։ Տենց, այմը հարցեր։ Դասական բժշկության մեջ այս երևույթը օգտագործվում է հիմա, տեղյակ ես։
օգտագործել ինչ նկատի ունես։ Ասենք, չգիտեմ, հիվանդություններ են բուժում կամ ինչ-որ, չգիտեմ, դեղա կամ բժշկական պրոցեդուրա է, որը օգտագործում է այս երևույթը։ Թե հələ այդքան ուսումնասիրված չի։ Լավ հարց է, ինձ թվում է կա, ասեմ նա the only the product is imagine Այս որ մի քանի դեղ կա, որը ինհիբիտորներ են, այսինքն ավտոֆագյան դանդաղացնում են։ Դա չեմ իվարկեմ։ Ոչ թե ինչ-որ դեղեր կա, բայց դժվար է հասկանալ ինչի համար են։ Ինչ-որ հեշտ մեթոդ կա, որ ստուգում է քո օրգանիզմում այդ արագությունը։ Ինձ թվում է չէ, որտեղ ոնց ասացի, լրիվ տարբեր է, ասենք, միտեղ ոսկորերում կարող ուրիշ ձև, վարյան մեջ ուրիշ ձև գնա, մաշկի ձև մեջ ուրիշ գնա ու տենց ոնց հասկանում եմ լիքը խնդիրներ է առաջանում սրա հետ էլի, որտեղ ոչ շատն է լավ, ոչ քիչն է լավ ու կախված թե որտեղ է ու կախված ինչ բջիջ է, քաղցկեղային է, թե նորմալ է։ Դրա համար ոնց հասկացա մի քանի դեղ կա ընդհանրապես, որ այս ավտոֆագյան բան են անում, կամ ակտիվացնում են, կամ պասիվացնում են ինչ-որ բան անելու համար, բայց ինձ թվում է տենց չէ, որ բժիշկը հավանաբար քեզ երբեք ոչ մի բան չի նշանակել ավտոֆագիայի հետ կապված։ Իսկ այդ արագությունը ինչքան արագ է փոփոխվում, ասենք, չգիտեմ, սով պահեցի արագացավ, հետո հացկեր, ինչքան արագ է այդ փոփոխությունը տեղի ունենում, թե Ինձ թվում է փոփոխությունը շատ արագ է տեղի ունենում այդ իմաստով, ասենք երկար ժամանակ սոված եղար, հետո հաց կերար, հավանաբար մի քանի րոպեում պիտի որ ենթադրում եմ պետքա դանդաղանա ավտոֆագյան, բայց թե երբ է լավ ակտիվանում, դա որ դեռ տենց հստակ ուսումնասիրություն չկա, ինչ որ ուսումնասիրություններ ասում են 16 ժամ, ինչ որ 24 ժամ, 8 ժամ, չգիտեմ, տարբեր թվեր կա, բայց հավանաբար այդ միջակայքերում է։ Այսինքն ինչ որ մեկ կարելի է էլի ֆաստինգ անել, ավտոֆագիայի տեսանկյունից էլի հավանաբար կարելի է 18 ժամ սոված մնալ օրինակ։ Երբ շատ ված բաներ չի լինի հետը, կարող է մի բան օգուտ լինի, բայց դա պետք չի դրա հույսին էլ մնալ էլի։ Զուտ հավես։ Մենակ այդ երբ որ սոված ես, այդ ընթացքում արագ հենց կերար, արդեն ազդեցությունը վերանում է։ Այսինքն չգիտեմ, պարբերաբար այդ, չգիտեմ, սոված մնաս, որ մի հատ մաքրվի օրգանիզմդ, հետո էլի հա, բայց համ չէ, որտեվ ինքը մեկը մաքրվում է, ոնց ասի, անկախ դու սոված ես, ավտոֆագյան աշխատում է, պրոստը երբ որ սոված ես մնում, ավելի ակտիվ է աշխատում, որը միշտ չի որ լավ է, կարա ակտիվ աշխատելը վնաս տա, օգտակար բաներ դնի քայքայի, բայց հա, ոնց որ մեկ կարելի է փորձել։ Դրա համար ինչ որ ֆաստինգի տեսակներ կա, որ 8 ժամ հաց ես ուտում, 16 ժամ չես ուտում ինչ որ ասես բաներ, բայց էլի ոնց որ կարելի է ենթադրել, օգնում է թե չէ, որտեվ գիտական ապացույցներ չկա, դա ինչ որ ձև ինչ որ բանի օգնում է, թե չէ, ավտոֆագիայի տեսանկյունից։ Ուսումնասիրություններ կա, որ քաշ տա քչանում, ինսուլին տա էս լինում, որը օգտակար է, այս ավտոֆագիայի տեսանկյունից որոց չկա։ Հարցերս այսքանն էր, բայց այս ամեն անգամ այս բջիջների, չգիտեմ, sense միկրո բաների մասին խոսալուց միտքա գալի մեր հասարակության մասին, տենց ոնց որ մոդել է ինքը ընդամենը։ Ու տենց ես միշտ ինձ հարց էի տալի, օրինակ այդ մարդկանց, չգիտեմ, բանտ նստացնել, եսի մի ինչ այդ ճիշտ է, սխալ է, այս երևույթը հիմա ինձ ասում է, որ ճիշտ է։ Եթե ինչ-որ մասնիկ կա, որ ճիշտ չի աշխատում, իրան պետք է վերացնել։
Ես ինչ մեծ բաներ ես անում։ Ոնց է դրան ասում։ Մեծ լավ բառ։ Մոռացա։ Հա, ոնց որ օգտակար է, բայց պետք է հաշվի առնել, որ մարդկանց միջավայրը ու բջջի միջավայրը տարբեր է, էլի։ Կոնտեքստն է տարբեր, որտեղ էս ավտոֆագիան եւ այլն աշխատելու միջոցները կախված են կոնտեքստից։ Ինքը սենց է, որովհետեւ ասեմ ոնց որ սենց զուգահեռներ տանելը մարդկանց ու բջջի համակարգի միջև գլխավոր տարբերությունը այն է, որ բջիջ ամեն տեղ բացի մարդկային հասարակության մեջ ամեն ինչ աշխատում է բազմացման համար, գոյատևման եւ բազմացման։ Այս սաղ ավտոֆագիա է, բջիջների գոյատևել է եւ այլն, այս ամբողջը գոյատևելու եւ բազմանալու համար է։ Ոչ մի ուրիշ ճակերտավոր արժեք այդտեղ չկա, իսկ մարդկային հասարակության մեջ տենց մենք ստեղծել ենք արժեքներ, որոնք պետքա հաշվի առնել, որտեղ օրինակ մարդկության մեջ մարդը բարձրագույն արժեք է, իսկ բջիջների մեջ բջիջը բարձրագույն արժեք չէ։ Բջիջը կարելի է վերացնել մյուս բջիջների տեսանկյունից էլի։ Այդ կոնտեքստը պետք է հաշվի առնել էլի։ Բայց ստրեսային իրավիճակներում մարդկային հասարակության մեջ էլ արդեն մարդը չի դադարում լինել բարձրագույն արժեք երբեմն։ Դե հա ոնց էլ չլինի բջիջներից են կազմված։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Մերսի, ինձ էլ շուտվանից չէի խոսացի այսքան։ Հուսով եմ էլի կանեմ նոբինարներ մյուս շաբաթներին։ Ինչ կլինի։ Մերսի դե, տեսնենք մյուս անգամ։